Ուրեմն ժողովուրդ այսօր հանգստյան օր է, բոլոր յարմրկեքը չեն աշխատում, ինչպես դուք գիտեք, դե մինչև այդ որ ժողովուրդը բան արին, որոշել են, որ այնց օր լինի, որ մարդիկ տեղի փող են մուծում, այնց լինի գան իրանց հանգստյան օրը, որ իրանք տեղի փող չտան, իրանք համար հարմար լինի, գան, հիմի այդտեղ դուք այսօր գիտեք 6 յարմրկա, տոնավաճառներ չեն աշխատում, հարցը սա է։ Հիմի մարդիկ էլ որոշել են, ասին մենք կհավաքվենք մեր տոնավաճառները, իսկ եթե ժողովրդին հազիվ մի ժամ կտևի մինչև գան հասնի։ Պապոյանի հետ հանդիպմանը մասնակցել եք, ինչ եք ասել Պապոյանին։ Մենք ինքը ասեց մենք կարանք ձեզ աջակցենք ամեն հարցում, բայց ֆինանսական այդ հարկային հետ կապված հարցերը իմ պոզիցիան չի։ Բայց չճշտեցիք ում պոզիցիան է։ Դե դրանք իմ կարծիքով ասին դա հարկային ու ֆինանսների նախարարությանը, որոնք մեզ ցույց են տալիս գծագրեր, հա, ժողովուրդը գծագրեց ինչ ասի, ես ինքս պոլիտեխնիկական ինստիտուտ եմ ավարտել, դուք ինչպես գիտեք, այնքան գծագրեր են գծել ու շատ լավ հիանալի գիտենք, նրանց ոչ մի գծագիր չի համապատասխան գծագրական տվյալների։ Էկոնոմիկայի նախարարը ինչու ձեզ հանդիպեց, եթե իր պոզիցիան չի։ Չէ, դե այն հանդիպումը օրինակ սխալ, ես չեմ գտել, որ դա սխալ բան է, խոսելը։ Ձեզ ինչ օգուտ տվեց այդ հանդիպումը։ Մեզ օգուտ չտվեց, մեզ ուղղակի հանդիպեցինք մեր մինիստրներ, խոսքի օրինակ, հանդիպեցինք որոշ բաներ պարզվեց, որ ինչ-որ մի բաների դեպքում հնարավոր է իրանք իրանց աջակցությունը կտան։ Բայց մեզ հետ պետք է իրանք հետ միասին նաև ֆինանսների նախարարը լիներ, տնտեսագիտություն, իրավաբանական բաներ, որ մարդիկ օրենքները, որ առանց մեզ տեղեկացնելու օրենքներ են հանում, ու այդ օրենքները դրանք բոլորը հակա են մեր գործարարներին։ Եթե այդպիսով կարող են բյուջեն լցնել, ինչի չանեն, որ։ Դե գիտեք ինչ կա, հա, եթե նրանք, իրոք դուք շատ ճիշտ եք ասում, որտեղ եթե դուք ես վերջի անգամ օրենքը դուք երևի տեղյակ եք, ինչի համար է, որ եթե տուգանքների բանի դեպքում, ուրեմն առաջ մարդիկ կարային, խոսքի օրինակ, մինչև 24 թիվը կարային դատարան տային, դատարանը մի որոշ ժամանակ, մի քանի տարի դատը պետք է քննարկեր, բան աներ, նրանց հետո մինչև եթե արդարացում է, եթե չէ, պետք է այդ ժամանակ, դա տևում է մոտավորապես 5-ից 7 տարի։ Հիմի դուք նայեք ինչ օրենք է հանել։ Այս օրենքը արդեն որ հանել են։ Դատարան մտնելը պետք է վճարի տուգանք։ Այո, հիմի տեսեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Մենք դուք փողը հետ ես էլ այդպես բան չեմ տեսել, եթե պետությանը փող մուծեն, այդ փողը հետ կա։ Դա բացառված բան է։ Հիմի մնացածը ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի օր կարելի ասել կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մասսայական տուգանման երևույթներ, որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է, որովհետև թուղթը կգրի հարկայինը կգցիկ, եթե այլ չես էլ հասնի, ինքը իր պոզիցիան դա նրանց, հետո արդեն դուք այդ պրոցեսները պետք է կատարեք դատական միջոցներով։ Ճիշտ է, տենց չի։ Հիմի դուք նայեք ինչ է կատարվում։ Ժողովուրդը չի հասկացել ու ես հասկանում, որտեղ իրանց բացատրություն տվող չկա։ Հիմնականը տարիքով մարդիկ են, որտեղ նրանք ասում են չի կարող պատահել մեր պետությունը մեր դեմ այդպիսի բան անել։ Բայց դուք ես ասում եմ, ես մի քիչ էլ դուք ինչպես գիտեք կանխատեսումներ անում եմ, իմ կանխատեսումները լինում են 100%-ով ու մեր բոլոր գործ Պայծառատեսից մի քիչ ավելի լավ եմ, այտենց ասում եմ, ես իմ ասածները դուք եթե մտնեք Գագիկ Ալավերդյան Facebook, ես ինչ ասում եմ 100%-ով լինում է։ Հիմա ես ասում եմ, որ ես մեր բոլոր հայ ժողովրդին, դուք մի նայեք, ես ձեզ ասում եմ, ու բոլորդ պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն բունի։ Երկրորդ ձև դուք չունեք, եթե այս օրենք էլ հատուկ ձեր համար է, ու դա ոչ թե հիմնական փոքրին, այլ հիմնական մեծին է, որովհետև ստեղ այդեղ իրանք ասում են, դուք ասեք մարդու անունը, որ ձեզ դոկումենտ չի տալիս։ Հիմա իսկ են որ այն դոկումենտ ունեն, ասում է գիտես ինչ կա, ասեն ցնես ես մի տոկոս մուծում եմ, ինչ անենք։ Հիմա դե 10% մուծողն էլ ասում է ախր ջան, դե տենց է, արի ես քո անունը կտամ, թող ինձ տուգանել դե քեզ կտուգանեմ։ Հիմա ժամանակի բողոքի ակցիաներ եք անում, իշխանությունն էլ մտածում է դե լավ, մի քիչ էլ կխոսեն, մի քիչ էլ կգան ակցիա կանեն, թեման կփակվի կգնա։ Այո, ասեք։ Ուրեմն եթե ժողովրդին պետքա ոչ թե ես հասկացա կառավարությունը ոչ մեկին գաղափարապես չեն կարող բաներ ասեն իրանց նպատակներ ինչ նպատակ ունեն, դրա համար պետքա ստեղծվի կուսակցությունը, միություն, որ առաջ ոնց էին անում արմիության ձևով, բոլորը համախմբեն, որ այսպիսի բաներ չլինի, մեջը արդեն մարդիկ են մտքել, որոնք խոսքերնակ ուզում են, որ ցույցեր չանեն ու նմանատիպ բաներ։ Դուք այս երևույթը տեսեք մարդիկ, հեսա սա գալիս են, այնպես չի, ռայոններից էլ են գալի, որովհետև
Դե ոչ մեկ կառավարության, կառավարության էլ օրինակ ձեռքի տալի, որտեղ լիքը ժողովուրդ էլ նստի, որ մի 30,000 հոգի մարդ Դուք շարունակում եք պնդել, որ սրանք ապաքաղաքական ակցիաներ են։ Դուք միշտ այդ ասում եք մի քաղաքականացեք։ Հիմա հասկացաք, որ սա քաղաքականության հետ անմիջապես կապ ունի, որովհետև Փաշինյանի, այսպես ասած, վարած քաղաքականության հետևանքն է, թե դեռ։ Ես գիտեք ինչ կա, հենց ուրեմն դուք իմացեք, սա իրոք արդեն իրանք գնում են սրանով քաղաքականացման, որովհետև ես հիմա հնարավոր է, որ իրանց տոնավաճառների տերերը բանը արգելացնեն, որ ժողովուրդը գան ստեղ։ Եթե ժողովուրդ չկա, բոլորը տեղեկացված են։ Ասեմ։ Հա? Ես ինքս փոքր ձեռներեսների անդամ եմ, խոսքի օրինակ բիզնեսի ներկայացում մի հատ փոքր կրպակ ունեմ։ Ինձ արգելող չկա, ես իմ ինքնագլուխ եմ, դրա համար ինձ ոչ մեկը։ Ես մեծ հավանականություն կա, որ ինչ որ վերևներից է, թե ներքևներից է, ինչ որ մարդիկ ասել են կամ մեր մեջի մարդկանցից ովքեր չեն ցանկանում ժողովուրդը համախմբի, նրանց որ ասեն դուք մի եկեք, եթե ստից պրովոկացիա է եւ ինչա։ Դուք իմացեք, նորից դիմում եմ բիզնես է։ Իմ շոր կոշիկ դամաշնիկ, շատ փոքր բիզնես է, որը ապագա արդեն չունի, որտեղ վայբերիցները դուք ինչպես գիտեք, արդեն մտել են մեր գրպանն էլ, մեր տունն էլ, արդեն ինչքան կա մենք առօր բացարձակապես չեն կարող, որովհետև սա վայբերիցները չեմ ումնա դա դրանք։ Որ դուք կանխատեսումներ եք անում, պայծառատեսից էլ ավելի լավ։ Այո, ասեք դե Ինչ պիտի լինի երկրի վիճակը։ Երկրի վիճակը, եթե ժողովուրդը հավաքվի, շատ լավ կլինի։ Հայաստանին պետք է լինի գիտական հեղափոխություն։ Ես 15 թվականի, 16 թվականի միտինգներին ես ասել եմ, որ Հայաստանում եթե չկատարվի գիտական հեղափոխություն, Հայաստանը կործանվի։ Դուք ինչպես գիտեք, Հայաստանը կործանվավ, Ղարաբաղը տվին, շուտով այդ արդեն Մեղրին կտան, մնացածն են հերթով տան։ Գիտական հարութը հանդուց մի կարելի ասել, գիտեք ինչ կա, հիմիկվա դրությամբ դե բարիս բուն իմաստով չի մեռածն, նրանք չեն ցանկանում, ասում են դաժե գիտնականներ կան, ես ակադեմիա եմ մտել, մարդիկ ասում են մենք դաժե Facebook չունենք, բայց ինչի չունեք, որովհետև դուք չեք կարող Facebook-ից օգտվել։ Հարցը դա է։ Հիմիկվա որտեղ իրոք գործ չնամ, իսկ իմ ասածը, ես ձեզ բացատրեմ իմ ասածը որն է։ Ուրեմն իրավաբանները պետք է ընտրեն իրենցից ամենալավագույնները, քիմիկոսները ընտրեն լավագույնից լավագույնները ու այտենց փաստաբանները իրենց այդ առևտրականները իրենցից լավագույնները ու կլինի մոտավորապես 30-ից 35 հոգի։ Վերջնական բոլորը հավաքվելով, ես ինժեներ գյուտարար լինելով, ես կցանկանամ, որ ղեկավարեմ դրան։ Նրանց պետքա կլոր սեղանի պես հավաքվեն ու ամեն մի հարց, ինչ կառավարությունը խոսքի օրինակ անում է, այդ հարցը առանց իրանց ասելու քննարկելու պետքա չընդունվի։ Հակառակ դեպքում խնդիրների առաջ կկանգնեն։ Ես ձեզ ասում եմ այն, որը կփրկի Հայաստան, ուրիշ բան չեմ ասում։